հնչել էին նաև հարցեր, եթե չեմ սխալվում, պրոցեդուրայի հետ կապված, թե մենք ինչպես ենք մասնակցելու այս կամ այն առաքելությանը, կա ֆորմալ կողմը, որը արձանագրված է համաձայնագրի մեջ, որն ասում է, որ Եվրոպական միությունը հրավեր է ուղարկում եւ Հայաստանը դիտարկում է այս առաքելություններից յուրաքանչյուրին մասնակցելու հնարավորությունը, մերժում է կամ հաստատում է, բայց բնականաբար ինչպես ցանկացած քաղաքական process-ի պարագայում, այստեղ նաև նախնական կոնսուլտացիաներ են տեղի ունենում եւ Հայաստանի Հանրապետությունը իր եվրոպացի գործընկերներին ոչ ֆորմալ քննարկումների ընթացքում հնարավորություն ունի հայտնել, թե որոնք են այն առաքելությունները, որոնք պոտենցիալ մասնակցելու ցանկություն ունի Հայաստանի Հանրապետությունը։ Ըստ էության այսքանը, խնդրում եմ պատեղ պահի դնել քվեարկության։ Շնորհակալություն, հարգելի փոխնախարար, հիմա հարցերի համար падգամավորները կարող են գրանցվել, գրանցում։ Իսկ մինչ падգամավորները գրանցվում են, տեղեկացնեմ հարգելի գործընկերներ, որ այսօր հոկտեմբերի 28-ին Բաց դռներ ծրագրի շրջանակներում ազգային ժողովին այցելել Լոռու մարզի Սպիտակի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներ եւ ուսուցիչները ողջունում ենք, բարի գալուստ։ Մարիա Կարապետյան, խնդրեմ, հարցի համար։ Շնորհակալ եմ մեծարգո նախագահ, հարգելի փոխնախարար, ես կարծում եմ արժե մեր հանրության համար օրինակ շեշտել, որ Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում է հենց այսպիսի պայմանագրի առկայության պատճառով, մասնավորապես Եվրոպական միության եւ Կանադայի միջև, որովհետև պարզ է Եվրոպական միության անդամ երկրները չունեն միմյանց միջև նման պայմանագրի անհրաժեշտություն, այսպիսի պայմանագրեր կնքվում են Եվրոպական միության եւ ոչ անդամ երկրների միջև, եւ կուզեի, որպեսզի մեր փորձի միջոցով հիշեցնենք այդ գործընթացը ինչպես է տեղի ունեցել, մասնավորապես այս պայմանագրի մեջ եւ Կանադայի հետ Եվրոպական միության պայմանագրի մեջ կա նաեւ ուժերի կարգավիճակի մասին համապատասխան համաձայնագիր կամ առաքելության կարգավիճակի մասին համապատասխան համաձայնագիր նշումը, որով եւ ուրեմն սահմանվում է այն երկրի պատրաստակամությունը ընդունելու առաքելություն, որտեղ որ ԵՄ անդամ երկրները եւ նման պայմանագիր ունեցող երկրները իրենց առաքելությունները ուղարկում են, գուցե մեր փորձի միջոցով նաեւ ներկայացրեք, թե ինչպես են գործում պայմանագրերը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Կարապետյան։ Շնորհակալ եմ Տիկին Կարապետյան, իրավացիորեն նշեցիք, որ հենց նույնպիսի գործընթաց է անցել Հայաստանի Հանրապետությունը ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստան հրավիրելու ընթացքում եւ մենք ըստ էության ունենք այդ իրավապայմանագրային բազան անհրաժեշտ թե ուժերի կարգավիճակի, թե առաքելության կարգավիճակի հետ կապված, որտեղ ֆիքսվում է, այսպես ասած, մանդատի շրջանակը, որի մասին նույնպես հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկումներ էին տեղի ունեցել, ինչպես ոչ միայն Կանադան, այլ նաեւ ԵՄ անդամ հանդիսացող այլ պետություններ նույնպես կան, որոնք նմանօրինակ համաձայնագրեր ունեն Եվրոպական միության հետ, այդպիսիք են Շվեյցարիան, Նորվեգիան եւ այլ պետություններ։ Եթե կարճ փորձեմ հիշեցնել, թե ինչպես տեղի ունեցավ Հայաստանի պարագայում, Հայաստանը հրավիրեց Եվրոպական միությանը քաղաքացիական առաքելություն ուղարկել, որից հետո բանակցվեց մանդատը այս երկու կարգավորումների ուժերի եւ առաքելության վերաբերյալ, ապա տեղակայվեց եւ դրանից հետո նաեւ յուրաքանչյուր ԵՄ ոչ անդամ երկրի պարագայում ad hoc որոշումներ կայացվեցին դրանց ներգրավման հետ կապված։ Արձագանք։ Շնորհակալ եմ եւ հետեւաբար նկատենք, որ Եվրոպական միությունը նմանատիպ պայմանագիր ունի ոչ միայն Կանադայի հետ, այլև շատ տասնյակից ավել նման պայմանագրեր ունի տարբեր երկրների հետ եւ այդ երկրները ունենալով նման պայմանագիր պարտավորություն չեն ունեցել միանալու Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելությանը եւ ձեր նշած խորհրդատվությունների միջոցով կարող էր այդպիսի պատրաստակամություն վերհանվել եւ ուղարկվել հրավեր, սա ասում եմ ինչու համար ցույց տալու, որ պայմանագիրը դեռևս չի ենթադրում պարտավորություն մասնակցելու նման առաքելությունների, սա ընդհանրապես շրջանակային փաստաթուղթ է, որը Տիկին Քլոյան, Տիկին Դավոյան, Տիկին Վարդանյան, Հայաստանի Հանրապետության փոխնախարարն է խոսում եւ падգամավորը հարց է տալիս։ Ներողություն, շարունակեք։ Շնորհակալ եմ, պայմանագիրը ընդհանուր շրջանակն է սահմանում, որը նման առաքելությունների մասնակցելու պատրաստակամության դեպքում հեշտացնում է երկրի եւ Եվրոպական միության միջև համագործակցությունը։ Շնորհակալ եմ։ Արտագանքել էի արդեն։ Լավ։
Եթե ավելացնելու բան չունեք, Արծիկ Մինասյան համեցեք։ Պարոն Կոստանյան, եթե ասում եք, որ նույն համակարգը արդեն աշխատել է քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում, այդ դեպքում ինչու է այս պայմանագրի անհրաժեշտություն առաջանում, կարելի է նույն մեթոդով վաղը մյուս օր քայլերն իրականացնել։ Հարցը վերաբերում է հետևյալին, նախ խնդրեի, որպեսզի հրապարակեիք որ երկրներն է, որ Եվրամիության հետ ունեն այսպիսի համաձայնագրեր, այդ թվում նաև ՀԱՊԿ անդամ երկրներից կան, արդյոք թե չկան, եւ երկրորդը ռազմական բլոկի շրջանակներում համագործակցությունը, ինչը ավելի կոնկրետ իրենից ներկայացնում, հայկական ռազմական ուժերը մասնակցում են, չեն մասնակցում եւ արդյոք այդ հարցի քննարկումը նորից էլի ենթադրելու է պարլամենտի ներգրավում, թե այս համաձայնագրի շրջանակներում բավարար է լինելու։ Շնորհակալ եմ պարոն Մինասյան հարցի համար։ Ես խոսում եի Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական առաքելության տեղակայման մասին, ըստ էության այդ դեպքում մենք բենեֆիցիալ էինք եւ հիմա խոսքը գնում է աջակցելու եւ մասին Եվրոպական միության առաքելություններին եւ այստեղ է առաջացել անհրաժեշտությունը իրավական կարգավորումներ մտցնելու։ Ինչպես նշեցի, Կանադան, Շվեյցարիան, Տիկին Ջուլհակյան, խնդրում եմ վերադարձեք ձեր տեղը։ Տիկին Հակոբյան, վերադարձեք ձեր տեղը։ Կներեք, պարոն փոխնախարար, շարունակեք։ Կանադան, Շվեյցարիան, Նորվեգիան այն պետությունների թվում են, որոնք ունեն նմանօրինակ պայմանագրեր Եվրոպական միության հետ, բայց բնականաբար այս ցանկը այդքանով չի սահմանափակվում, ցավոք ամբողջական ցանկը այս բան ներկայացնել չեմ կարող, բայց եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, ՀԱՊԿ անդամ պետությունները նմանօրինակ համաձայնագրեր Եվրոպական միության հետ չունեն, իսկ ինչ վերաբերում է առանձին առաքելություններին, որոնց վերաբերյալ իրավական համակարգի ստեղծման պարագայում Հայաստանի Հանրապետությունը կարող է քննարկումներ սկսել Եվրոպական միության հետ միանալու այս կամ այն առաքելությանը, ուզում եմ ասել, որ մեր նախնական ընկալումները առավելապես վերաբերվում են քաղաքացիական առաքելություններին մասնակցությանը։ Շնորհակալություն, արձագանք։ Պարոն Կոստանյան, նախ ասեմ, որ այստեղ գալուց առաջ մենք ստացել ենք մի գրություն քաղաքացիական նախաձեռնության կարգով ուղարկված, որտեղ վիճարկվում էր տեքստերի թարգմանությունը հայերեն, անգլերենից հայերեն եւ անհամապատասխանություններ արձանագրվում, խնդրեմ, որպեսզի ուշադրություն դարձնեք այդ հանգամանքի վրա եւ արձագանքելով հարցի առաջին շրջանակում ձեր տված պատասխանեն։ Տեսեք, ինչն է խանգարում այսօր, օրինակ Հայաստանին, առանց այս պայմանագրի նույնպես ներգրավի նման քաղաքացիական նախաձեռնություններում Եվրամիության կողմից իրականացվող։ Արդյոք այս պայմանագիրը անհրաժեշտություն է, որպեսզի մասնակցի եւ խնդրեի, որպեսզի զորախմբի մասով հանգամանալից ներկայացնեք։ Ենթադրում է դա ապագայում նորից պարլամենտում քննարկում, եթե դրա անհրաժեշտություն առաջանա, թե ոչ։ Շնորհակալություն, որ նշեցիք առաջին կետը, իրապես վրիպակ կար թարգմանության մեջ, որի ուղղման հետ կապված համապատասխան գրությունը արդեն իսկ իմ գալուց առաջ ուղարկվել է ազգային ժողով, իսկ առանձին դեպքերում առաքելություններին միանալ, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ստեղծել իրավապայմանագրային բազա, ընդլայնելու մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ, եւ սա ընդհանուր առմամբ տեղավորվում է մեր քաղաքականության տրամաբանության մեջ, ընդլայնելու համագործակցության շրջանակը, այդ թվում նաև իրավական, եւ չգնալ ad-hoc որոշումների կայացման ուղով, ռազմական առաքելություններին մասնակցության պարագայում բնականաբար Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ զինված ուժերի մասին օրենքով անհրաժեշտ բոլոր գործողությունները տեղի կունենան, եթե իմ իրավական գիտելիքները ինչ չեն դավաճանում, այս մասով ազգային ժողովը լիազորություններ չունի սահմանադրությամբ։